Սա շենքներ, որ անցած ընկալնայեցին, բասակի հանդիպը պատմաշեն, սպային 90% պատասխան։ Շինարարականատանքներ վերջացած, այսինքն մոնտաժի փուլ են։ Հա, մոնտաժի փուլ։ Այստեղ մենք բանկետներն են կազմակերպելու, նախաճաշ, ճաշ և ընթրիք, պատվերով, այսինքն անմատած ներկերի հարկերը, որտեղ որ ներգրավվող գործել, սա ռեստորանին համարժեք ստանալու ենք այս սրահը։ Աշխատանքները արդեն սկսված են, մի մասը, իսկ մյուս մասը երկու շաբթի օրվանից կսկսվի ասֆալտապատվել, ամբողջը կգա։ Շեբանապատ հատվածը համայնքային էր, որ անդամ գծեցին, հիմա մի շերտ տարված այս հատվածը, զուգահեռ կարվի, տեխնիկաների կանցնենք կդրենք հավը։ Այս հատվածից նայում ենք այս ուղղությամբ, որտեղ որ տեղադրվելու են երկու մեծ հիմնական վրանները, ամեն մեկը մոտավորապես 1500-1700 տեղի համար։ Վրանները որոշել ենք անվանական լինեն, իհարկե ինքը այս տեսքը չի ունենալու, ինքը ամբողջությամբ փակվելու է, զարդարվելու է անտոնով լոգոներով, որոշել ենք վրանի առաջի անունը դնենք Արագած, երկրորդի անունը Սևան դնենք, նաև վրանների ներսում էլի հայկական բնաշխարհից նաև ունենանք ինչ-որ դիզայն։ Հիմա ասֆալտի այս շերտը որ նայում ենք, սա դեռ վերջնական չի, մեկ հատիկ սարավարապետական է, նաև համայնքային Դա բավականին մեծ տարածք է, բայց պատկերացեք վրանները շատ մեծ է, ռենդերով ենք ամբողջությամբ չի տալիս, շենքից ամբողջությամբ շատ մեծ վրաններ են։ Այս հատվածը պարոն Վարշապետ ավելացած շենքն է, որտեղ որ նմանատիպ մենք դահլիճներ ենք ունենալու, դահլիճի այս ձևը կավորված լինելու, մենք կոնչուկ։ Սա որ դահլիճն է։ Մենք ասում ենք կոնտակտային սենյակներ, որտեղ որ հանդիպումներ լինում, այսինքն ամեն օրակարգի հարցով այս հատվածում բանակցություն լինելու շատ։ Սա action zone-ներն են, այսինքն հանդիպումների համար, էլի քննարկումների համար։ Այս հատվածում, այո, այն հատվածում, որ կողմը որ մենք նայում ենք, նմանատիպ տարբեր տեղի զոնաներ ենք ունենալու, աշխատանքային հանդիպումների համար։ Պատմացան լինելու են երկրների մեծ պավիլյոնները, շատ մեծ 10 պավիլյոնների մասը։